Ձեր բարեվարկության հարցաթերթիկում դուք նշել եք, որ քրեական ենթամշակույթ ունեցող անձանց հետ միայն հեռախոսով եք խոսել եւ երբևէ չեք հանդիպել։ Նման բան եմ նշել։ Այո, Կարծիքով բարեվարկության հարցաթերթիկում այդ հատվածում երևի հարցադրումներ այդպես։ Եթե հեռախոսով խոսել եմ, եթե պաշտպանում եմ քրեական ենթամշակույթ ենթադրաբար ներկայացնող անձին, առանց հեռախոսով հա, ներողություն, ճիշտ եք ասում։ Մի անգամ նման բան եղել է, օրենքով գողի հետ եմ խոսել։ Երևի դա եմ նկատի ունեցել։ Հա, այսինքն միայն հեռախոսով եք խոսել։ Այո, միայն հեռախոսով եմ խոսել, որովհետև այդ անձը գտնվում է հետախուզման մեջ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Ինչ եմ հանդիպել։ Հասկացա։ Հեռախոսով եմ շփվել հետո։ Դա օրենքով գողի հետ, բայց քրեական ենթամշակույթ հարելը դա միայն օրենքով գող լինել չի։ Օրենքով գողը դա աստիճանական կարգ է, էլի քրեական ենթամշակույթի։ Քրեական ենթամշակույթ հարող անձանց հետ երբևիցե չեք առնչվել, չեք շփվել։ Պարոն Հովհաննիսյան, քրեական ենթամշակույթին հարող ենթադրաբար հարող, ասենք անմեղության կանխավարկածը չխախտելով։ Անձանց հետ բնականաբար շփվել եմ, որովհետև հրապարակային ձևով ներկայացնում եմ դրանցից որոշիչ մասի պաշտպանությունը։ Քրեական գործ ունեմ, քրեական վարույթ կա, քրեական գործ է քննվում Արմավիրի մարզում, քրեական գործ է քննում Երևան քաղաքի դատարանում, մեկ քրեական գործ, մեկն էլ Շենգավիթի նստավայրում, 1, 2, 3 քրեական 3 կամ 4 նման քրեական գործերով պաշտպանություն եմ իրականացնում։ Ես ոչ թե թաքցել եմ այդ տեղեկությունը, ուղղակի հարցադրումը երևի այնպեսին է եղել, որ չեմ ներկայացրել։ Լավ, ձեր ամեն դեպքում ձեր մասին տեսել եք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն մտահոգություն ունի, մամուլում էլ կան հրապարակումներ, հա, որ դուք քրեական հեղինակությունների փաստաբան եք, այստեղ ուզում եմ հստակեցնեմ նաև իմ դիրքորոշումը առայն, որ ցանկացած հանցագործություն կատարած անձի փաստաբան լինելու մեջ որևիցե խնդրահարույց բան չկա, էլի այդպես։ Բայց ամեն դեպքում մյուս կողմից քանի որ հավակնում եք իրավապահ մարմնի ղեկավարի պաշտոն դառնալու կասեք ձեր պատկերացումներն ինչպիսին են քրեական ենթամշակույթի վերաբերյալ։ Արդյոք կհամաձայնվեք, որ քրեական ենթամշակույթին հարելը դա հակապետական եւ հակահանրային արարք է։ Շնորհակալություն։ Ուրեմն այս հարցով ես զբաղվել եմ սկսած դեռևս 2019 թվականից որպես գիտնական իրավաբան։ Երբ որ քրեական ենթամշակույթի վերաբերյալ հայեցակարգը մշակվում էր, քրեորեն պատժելի արար դարձնելու մասին, ես իմ տեսակետն էի ներկայացնում այդ առումով։ Ուրեմն հայեցակարգի ղեկավարները անկեղծ ասած ես առաջարկում էի այլ մոտեցում, որ ավելի բխում էր պրակտիկայից, կոնկրետ չնույնացնել օրենքով գողերին եւ քրեական հեղինակություններին, որովհետեւ դրանք տարբեր կրիմինոլոգիական հասկացություններ են։ Եվ ներկայացնում էի, որ խնդիր է լինելու նախաքննության կատարման ընթացքում այդ արարքները որը բանը բացահայտելու եւ ճիշտ քրեական որակում տալու համար։ Իհարկե իմ տեսակետը լսվեց, բայց իհարկե կարծես թե մի կողմից էլ անտեսվեց։ Ամեն դեպքում մենք ունեցանք այն օրենսդրությունը, ինչ որ հիմա ներկայացված է քրեական օրենսգրքում, իմ կարծիքը, պարոն Հովհաննիսյան, այդ երևույթի վերաբերյալ շատ ծայրահեղ է եւ դա հանրահայտ փաստ է։ Ես հիմա կանդրադառնամ այդ բարեվարկության մեջ ներկայացված որակումներին, որոնք կրում են սուբյեկտիվ բնույթ եւ ոչ որևէ այլ ինչ-որ ծանրակշիռ փաստարկներով հիմնավորված չեն։ Ես օրինակ գիտեմ դատավոր վերջերս նշանակված, ինձ հետ միասին քրեական ենթամշակույթին հարող, ենթադրաբար հարող անձի է պաշտպանել, բայց այդ մարդը հիմա դատավոր է, բավականին գրագետ եւ փորձառու լավ դատավոր է։ Շատ հետաքրքիր էր էլի, որ նույն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովով անցած այդ անձը, որը ինձ հետ նստել է նույն սեղանի շուրջ, մեկ այլ քրեական ենթամշակույթին հարող անձի հետ, երևի թե չի ունեցել, բնականաբար ծանոթ չեմ իր եզրակացությունը, որովհետև դա գաղտնի եւ անձնական տեղեկությունների պաշտպանության դրույթից ելնելով ոչ մեկ չէր կարող ունենալ, բացի երևի խորհրդից։ Ու այս պարագայում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նման որակումներ է տալիս։ Նորից կրկնեմ, պարոն Հովհաննիսյան, ուրեմն իմ վերաբերմունքը դրա վերաբերյալ շատ կտրուկ է եւ շատ ծայրահեղ։ Ես գտնում եմ, որ պետության մեջ չպետք է լինի։ Իսկ այդ երևույթը պետություններ պետության մեջ։
Այդ անձանց են տարրշվելով, բնականաբար այստեղ ես մի փաստաթուղթ ունեմ, որ ձեր հասարակական կազմակերպման փորձագետներից Աղաբեկյանը մի առիթով կնոջս վերաբերյալ բարեվարկության եզրակացություն տալի առիթով գրել էր այդ նույն հանգամանքը, որ Բատիկյանը, փաստաբան Բատիկյանը այդ իր մասնագիտական գործունեության հետ կապված չի կարող դա որակվել որպես բացասական երևույթ։ Հիմա այս պարագայում, այսինքն ինչ ընտրովի ձևով պիտի իրականացվի այս բանը, որպեսզի ժամանակը գա ու մարդը չհայտնվի այսպես իրավիճակում։ Ձեր ներկայացրած ճակերտավոր ընկալվում է հասարակության կողմից որպես քրեական ենթամշակույթի փաստաբան, ճիշտ ասած ինձ համար վիրավորական է, որովհետև դա կարծես թե քողարկված մեղադրանքի մասնագիտական գործունեության իրականացման դեմ։ Այսինքն եթե թմրամիջոցներով պաշտպանություն իրականացնեի, պիտի ասեին թմրամիջոցների կամ նարկոբարոնների փաստաբանն է, չգիտեմ, բռնաբարողների պաշտպանեի, պիտի ասեին բռնաբարողների փաստաբանն է եւ այլն։ Ես գտնում եմ ներողություն ավարտեմ, պարոն Հովհաննիսյան, ես գտնում եմ, որ այդ որակումը եւ այդ եզրակացության հատվածը իհարկե դա չի ազդել եզրակացության վրա, ընդամենը հավելյալ տեղեկություն է ներկայացվել։ Իմ կարծիքը այդ երևույթին նորից եմ կրկնում շատ հստակ եւ կտրուկ հանրահայտ է, քանի որ ես այդ թեմայով դասախոսություններ եմ կարդում իմ քիչ առաջ ներկայացրած ուսանողների։ Պարոն Բատկյան, ինչ խոսք նորից ոչ ես, ոչ էլ մեր կազմակերպության արդեն նախկին աշխատակից Աղաբեկյանը, որ փաստաբանը ցանկացած տեսակի հանցագործության մեջ մեղադրվող անձի կարող է պաշտպանություն իրականացնել եւ դրա մեջ որևիցե խնդրահարույց, սպարսավելի, ամոթալի որևիցե բան բնականաբար չկա։